Ինչ ծառատեսակներով է փոխարինվել։ Ուրեմն այստեղ հիմա կխնդրեմ բերեն։ Քանի լսում եք արագ ասեմ։ Նաև այստեղ ասում են Նաիրի բժշկական կլինիկայի դիմացի ծառերը հատվել։ Այո, ճիշտ են ասում, Նաիրի բժշկական կլինիկայի ծառերը հատվել են։ Երեք այդ տեսանյութը ինձ էլ է հասել։ Ունենք մեկ կեղծարար եւս, իրեն բլոգեր է անվանում։ Ուրեմն այդ բլոգերը եկել մտել է այստեղ, հատվել են սեփական տարածքում գտնվող ծառեր։ Համաձայն Հայաստանի Հանրապետության հողի մասին օրենքի, սեփական տարածքի ընդերքում հողի վրա ինչ կա, տնօրինում է տվյալ սեփականատերը։ Հիմա ոնց որ դուք եք կարողանում հատել ձեր բակի, չգիտեմ, ծիրանի կամ խնձորի ծառը, նույն հաջողությամբ էլ այս մարդն է հատել իր սեփական տարածքում ծառերը, բայց հատելուց առաջ ես այստեղ եմ եղել, նույնիսկ խորհրդատվություն է հարցրել, հատվել է փտած բարդի, 2 հիվանդ թեղի եւ 2 այլանդ տեսակի ծառեր։ Դուք հասկանում եք, այդ այլանդ տեսակի ծառերը եղել են հենց հիվանդանոցի պատի տակ։ Ծառ, որը ինվազիվ է, որը ալերգիկ է, որը խեղդում է մարդկանց թեյ եւ ընդհանրապես իրավունք չունի Երևան քաղաքում լինել, հիվանդանոցի ուղիղ պատուհանների տակ են։ Հիմա այդ ծառը պիտի հատվեր, թե պիտի չհատվեր։ Բնականաբար այդ ծառը ոչ թե պիտի հատվեր, այդ ծառը վաղուց պետք է այդտեղ չլիներ։ Նույնն էլ այդ թեղին, որը որ հատվել է, որովհետև ինքը ամբողջությամբ պատված է եղել բլոճներով, վնասատուներով եւ ներթափանցում էր հիվանդասենյակներ։ Կարծում եմ այդ բլոճները, վնասատուները, կարծում եմ չէ։ Նույնպես առաջացնում են որոշակի բարդություններ հիվանդների համար եւ ալերգիկ ֆոն են ստեղծում հիվանդների համար։ Հետևաբար, մինչեւ պրոֆեսորություն անելը, այսպես ճակերտավոր եւ իրանց դնելը այսպես ոլորտի գիտնականների տեղ, պետք է նախ հասկանալ հիվանդանոցին հարող տարածքներում ինչպիսի ծառատեսակներ պետք է տնկել, ինչպես նաեւ մանկապարտեզների բակերում։ Դուք գիտեք, որ մանկապարտեզների բակերում բոլոր տեսակի ծառեր չէ, որ կարող ենք այնտեղ տնկել, ինչը տնկում ենք Երևան քաղաքում։ Քաղաքացին չդիմեր, այդ ծառերը տենց մնալու էին այդտեղ, դուք իրավասություն չունեիք գայիք եւ դուք անձամբ։ Այո, մենք իրավասություն չունեինք գայինք եւ նախաձեռնենք այդ ծառերը ինչ տեսակով են փոխարինվելու։ Ուրեմն սաֆորա ճապոնական, ես հիմա կխնդրեմ մերոնք լսում են, այստեղ պետք է ծառերից լինի։ Այդ մեքենան թող քշի մոտիկանա այստեղ։ Դե տեսեք դուք նոր քիչ առաջ շատ մասնագիտական որքանով եք հաշվի առել այն հարցը եք տալի, հիմա էլ ասում եք ճապոնական ծառը, որ սաֆորա ճապոնականը դա իր անվանատեսակն է, ծառը ճապոնական չէ։ Երևան քաղաքում սաֆորաներն աճում են արդեն 50 տարիից ավել եւ իրենց դրսեւորել են, քաղաքում շատ կան սաֆորան, եւ իրենց դրսեւորել են շատ լավ, կայուն են հիվանդությունների դիմաց, որը տեսեք, եթե ասում եմ կայուն են հիվանդությունների դիմաց, ավելի երկար կյանք ունեն, քան այս թեղիները, որոնք իրանից շատ էժանագին ծառ են ներկայացնում, հետևաբար չեն հատվելու, հետևաբար սաֆորաները, որոնք կան Երևանում, գաղնիները, որոնք կան Երևանում, սոսիները, ակացիաները, կներեք ակացիաներն էլ որոշակի խնդիր, բոլոր այդ տեսակի ծառերը, որոնք Երևանում արդեն ապացուցված է, որ երկար տարիներ ապրում են եւ իրենց լավ են զգում, տեղադրվելու են բացառապես այդպիսի ծառատեսակներ։ Հուդայա ծառերի վիճակը ո՞նց է ուտում։ Հուդայա ծառերի վիճակը ընտիր է։ Հուդայա ծառերը երևի ամենաչորադիմացկուն ծառերից մեկն են։ Այն պրոֆեսորները պետք է իմանան, որ մենք տարեց տարի ունենալու ենք ջրի խնդիր, ինչպես ամբողջ երկրում, ինչպես ամբողջ մոլորակում, այնպես էլ Երևանը կարծում ենք ցավոք սրտի հետ չի ընկնի դրանից։ Դրա համար այն վայրերում, որտեղ մեր ջրամատակարարումը խնդիրներ է առաջացնում, մենք նաև նախընտրում ենք տնկել շատ չորադիմացկուն ծառեր։ Ես Ամիրյանում հատվել են այլանդ, լավ է ինվազիվ, գնդաձև այդ մայթը, որտեղ այդ կեղծարար տիկինը ներկայացնում էր, որ ամբողջ Ամիրյանը հայտնվել է, ես կեղծարար բառի ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա եւ դրա
բացատրությունը ունեմ եւ կտամ։ Մի մարդ, ով ամբողջ օրը կեղծիքներ է հրապարակում, ես բացարձակապես ինձ իրավունք եմ վերապահում այդ մարդուն մեղադրելու կեղծարարության մեջ։